մի տեսակ դուրը շես գալիս, ուրա։ Եթե մարդուն 46 տարեկանում երբեմն դեռ երիտասարդ են ասում, լույսը վառել եմ ու պետք է վառեմ։ Եթե մարդուն 46 տարեկանում երբեմն դեռ երիտասարդ են ասում, ապա ատոմակայանի դեպքում դա արդեն լուրջ հաճոյախոսություն է։ Դու ջանիկ ապրես։ Խոսքը արդեն 46 տարի աշխատող Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի մասին է։ 407.5 մեգավատ հզորությամբ այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 30%-ը։ Կայանի վառելիքը ուրան է։ Հայաստանը ներկրում է Ռուսաստանից, ցուրտ երկրից, Ռուսաստանից եւ պարբերաբար օգտագործում կայանը վերադիցկավորելու համար։ Մեր հոր տնից չենք բերել էլի։ Բայց գործող էներգաբլոկը հավերժ աշխատել չի կարող։ Դրա նախագծային շահագործման ժամկետը ավարտվել էր դեռ 2017-ին։ Վերազինման շնորհիվ այն երկարաձգվեց մինչև 2026-ը, իսկ 2023-ին որոշվեց եւս մեկ անգամ երկարացնել մինչև 2036 թվականը։ Այսինքն մենք եւս 10 տարի ունենք։ Վայ, Մարնա ջան։ Բայց նոր ատոմակայան կառուցելը նույնպես մոտ 10 տարի է պահանջում։ Ուստի անհրաժեշտ կլինի վազել ընթացող գնացքի հետևից։ Ինչպիսի նոր էներգաբլոկ պետք է կառուցի Հայաստանը։ Առաջարկներ եղել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Չինաստանից, ինչպես նաև Ֆրանսիայից։ Աղ չկա, երեխեք։ Ամերիկյան տարբերակներից մեկը 300 մեգավատ հզորությամբ փոքր մոդուլային ռեակտորն է։ Սա համեմատաբար ճկուն լուծում է, բայց տեխնոլոգիան դեռ զարգացման փուլում է։ Պետք է որոշել ինչ հզորություն, ինչ տեխնոլոգիա, ով է կառուցելու, որքան կարժենա եւ ամենակարևորը, ինչպես է այդ կայանը աշխատելու Հայաստանի էներգահամակարգում տասնամյակներ շարունակ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նպատակը 100%-անոց էներգետիկ անկախությունն է, բայց դա չի նշանակում հրաժարվել էլեկտրաէներգիայի միջազգային առևտրից։ Լավ։ Ներքին ռեսուրսներով Հայաստանը կարող է արտադրել հիդրո, արևային, շատ քիչ հողմային եւ մի քիչ այլ վերականգնվող էներգիա։ 2025-ին դրանք միասին ապահովել են երկրի էներգետիկայի արտադրության մոտ 35%-ը, այսինքն էներգետիկ անկախության ճանապարհի մոտ 1/3-ն արդեն անցել ենք։ Մնում է ամենակարևոր հարցը. ինչպիսի էներգետիկ համակարգ ենք ուզում ունենալ 2036-ից հետո, որովհետև գործող ատոմակայանին եւս մեկ անգամ ասել մի քիչ էլ դիմացիր երկարաժամկետ ռազմավարություն չէ։ Իսկ նոր ատոմակայանը կառուցելու համար ցավոք վաղը կսկսենք, տարբերակը չի աշխատում։ Ատոմակայանը մի բաժակ սուրճ չէ, որ պատվիրես եւ մի քանի րոպեից պատրաստ լինի։ Ուստի որոշումը պետք է ընդունել դեռ 3, որպեսզի 2036-ին նոր կայանը պատրաստ լինի աշխատելու։ Այսպես նա բան էր, Անուշիկ ջան։